Հրապարակը գրում է. ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի, որովհետև չի համաձայնի շարքային падգամավորի կարգավիճակին։ Ժամանակ առաջ խոսքեր գնում, որ նրան դիտարկում են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա կամ նա վաղաժամ հրաժարական տա։ Սակայն կարծես թե այլևս այդ հարցը չի քննարկվում, Փաշինյանը հիասթափված է Սիմոնյանից, եւ պատճառը մասամբ նրա անձնական կյանքն է։ Բացի այդ, նա նոր ֆավորիտներ ունի։ Փոխարեն ըստ ՔՊԱ-ականների Ալեն Սիմոնյանը արտոնյալ կարգավիճակում կարող է ապրել եւս 10 տարի, քանի որ եթե արտահերտ ընտրություններ չլինեն եւ նրա պաշտոնավարումն ավարտվի հունիսին, ապա ըստ օրենքի գտնվելու է պետության պաշտպանության ներքո եւ առաջիկա 10 տարին ԱԺ պաշտոնաթող նախագահին հասանելիք բոլոր արտոնություններից օգտվելու է։ Այդ թվում թիկնապահներ, ծառայողական մեքենա, բնակարան եւ այլն, ինչը ՔՊԱ-ականների համոզմամբ Ալեն Սիմոնյանը կնախընտրի ցանկացած պաշտոնից, որը նաեւ պարտականություններ է ենթադրում։ Հրապարակը գրում է. թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում կանանց պարտադիր քվոտա, դիցուք 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։ Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։ Թե նրանցից ովքեր են առաջադրվել, թերթին առայժմ չի հաջողվել բարձել։ Սակայն կարծիք կա, որ ներկայիս падգամավոր կանանց մեծ մասը համենայն դեպս անցողիկ տեղերում չի լինելու։ Նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։ Ժողովուրդը գրում է. իշխանությունները մտադիր են առաջիկա ամիսներին առավել խիստ վերահսկողություն սահմանել այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք կակտիվանան 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են ինչպես նոր ձևավորվող քաղաքական ուժերը, այնպես էլ ընդդիմադիր դաշտի ամենաակտիվ դերակատարները։ Իրավապահներն արդեն կազմել են դոսիեներ բոլոր ուժերի վերաբերյալ եւ սպասում են, թե որ սուբյեկտը եւ որտեղ կսխալվի։ Ըստ թերթի տեղեկությունների, առաջիկայում իրավապահները ներքին կարգով տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների կհրավիրեն բաժիններ, նպատակ ունենալով ճնշում գործադրել նրանց վրա եւ ստեղծել վախի մթնոլորտ։ Ժողովուրդը գրում է. այսօր ազգային ժողովում առավոտյան ժամը 9-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերը։ Այս շտաբողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա քառօրյայում։ Քանի որ այս նախագիծը եղել է իշխանության նախընտրական խոստումներից մեկը, այն հունվարի 1-ից ուժի մեջ մտցնելը իշխանությանը կտա լրացուցիչ հնարավորություն դա ներկայացնել որպես հաջողություն, սակայն հասարակ քաղաքացու համար այն հավելյալ հարկային բեռ է դառնում։ Ժողովրդի աղբյուրների տեղեկացմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին ամենայն հայոց կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար։ ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, որոնք կպահեն լոյալություն, մինչև տեսնեն, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում։ Ինչպես հայտնել են թերթի աղբյուրները, իրավապահները արդեն սկսել են թեմական առաջնորդների անհատական այցերը։ Գործողությունների հաջորդ քայլերը կարող են լինել հետեւյալը. Գարեգին երկրորդի հնարավոր տնային կալանք կամ մեկուսացում, Արշակ Սրբազանի կալանավորում եւ վերջում Գարեգին երկրորդի կողմից հրապարակվելիք հրաժարականի նամակ մեկուսի պայմաններից։ Հրապարակը գրում է. երեք իշխանականները մեծ հրճվանքով տարածում էին եպիսկոպոսած հայտարարությունը գուժելով վեհափառի կաթողիկոսության վախճանը։ 9 եպիսկոպոսի ստորագրությամբ նրանք դատապարտում էին Գարեգին երկրորդին Արշակ Սրբազանի այսպես կոչված սրբապիղծ արարքը կոծկելու համար։ Գրության տակ 13 անունից կազմված ցանկ էր, սակայն ստորագրել է 9 հոգևորական։ Երկու անձի Հովնան եւ Սիոն arczepiskoposների ստորագրության դիմաց գրված է I.T. այսինքն ի տեղի, ինչը նշանակում է տեղը փոխարեն, այսինքն այլ անձինք են ստորագրել։ Ստորագրածներից ոմանք իրենց վարքով ու կենսագրությամբ խոցելի են, իսկ Առաքել Քյարամյանի զավակի մասին ողջ աշխարհը գիտի։ Նա քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է։ Այսինքն Արշակ Սրբազանին եւ Վեհափառին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ նրանք, ովքեր նույն մեղքն ունեն իրենց ուսերին։ Ավելի բացահայտ ու ապացուցված։ Իդեպ Փաշինյանը երեք խուսափել է այդ հարցից, ասելով, որ ինքը ոչ բոլոր հոգևորականների անձնական կյանքն է ուսումնասիրում։ Իսկ օրվա երկրորդ կեսին նա կառավարությունում ընդունել են բոսների խմբին։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսության վախճանին, ապա Մայրաթոռում 18 եպիսկոպոս կա, 26 arczepiskopos, որից ընդամենը 9 է ստորագրել։